Բարի երեկո, դուք դիտում եք Բացահարթակ, այսօր իմ հյուրը Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանն է, բարև ձեզ պարոն Սաֆարյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես սկսենք մեր զրույցը հայ-ռուսական հարաբերություններից։ Ռուսաստանը մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակելու է Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի եւ ելայկի ներմուծումը մինչեւ առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան արձանագրության մշակումը։ Պարոն Սաֆարյան, գիտենք, որ այսպիսի արդեն նախադեպ կա, նաեւ ծաղիկների դեպքում, ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաեւ ջերմուկ։ Ինչու հանկարծ Մոսկվան որոշեց գնալ այսպիսի քայլերի։ Գնալու ահագնանում է Ռուսաստանի կողմից, եթե չասեմ սադրիչ գործողությունները, համենայն դեպս ռազմավարական գործընկերոջ հանդեպ ոչ կառուցողական դիրքորոշումը, որը շատ հաճախ չի տեղավորվում նորմալ տրամաբանության մեջ բարեկամ երկրների հարաբերություններում։ Ասեմ, միանգամից պատասխանեմ։ Ռուսական քաղաքական շրջանակները ուղղորդվում են Հայաստանի որոշ քաղաքական մերժված շրջանակներից։ Սկսած հանրապետության մերժված նախագահներ, խոցելի նախագահներ, տապալված նախագահներ, ավարտված Հինգերորդ Շարասյան ներկայացուցիչներ, հայբրիդային պատերազմի հրահրողներից երկրում ծվարած, որտեղ լրտեսական ցանցը արդեն այնքան է ուժ գնացել, որ ստիված պիտի ասեմ այդ երեք քաղաքական ուժերի ընտրազանգվածի շուրջ կեսը ուժեղ Հայաստան դաշինքի եւ առաջարկ Հայաստանին կուսակցությունների ընտրազանգվածի ուղիղ կեսը, եթե ոչ ավելին, լրտեսական ցանցի ներկայացուցիչներ են։ Նույնիսկ ավելին ասեմ, եթե նրանք ձայն են տալու ուրեմն այս ուժերին, ապա նրանք եւս համարվում են մոտավորապես ոչ ավել ոչ պակաս համարյա լրտեսության հետ կապ ունեցող ազնվորություններ։ Մյուս մասը գալիս է Ռուսաստանից, Ռուսաստանը անտակույց ուրեմն իր դժգոհությունը ասեմ եւ առայժմ այլ բառեր չասեմ, դժգոհությունը եւ սառը վերաբերմունքը ուզում է ցույց տա, երբ որ Հայաստանը արդեն վարում է բազմավեկտոր, բազմաթիրախային, հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Մենք այլ ելք չունենք, մեր համար մեր ազատությունը, մեր անկախությունը, մեր պետության ինքնիշխանությունն ու սուվերենությունը դոմինանտ է եւ իմպերատիվ, սկսած օրորոցի մանկահասակ երեխայից ավարտված մինչեւ խորը ծերություն ապրող անձնավորությունը։ Այսօր ավելի քան մենք պիտի կանգնենք անսասան կերպով մեր պետականության պաշտպանության դիրքերում։ Սրանից բացի ես ասեմ, որ սա նաեւ շատ դեպքերում թվացial է, սա շատ դեպքերում նաև նենգասպառնալիքներով է արվում, սա շատ դեպքերում արվում է նաև հրահրումներով եւ դրդումներով, նաև տարբեր քաղաքական ուժեր Ռուսաստանում ծվարած, որոնք ահ են տալիս, այդ թվում նաև այսպես կոչված հայացին, ես նկատի ունեմ զուտ գենոլոգիական կերպարը, որոնց ես հայ կոչել ազգային առումով չեմ կարող ազգային արժանապատվությամբ ազգային դիմագծերով եւ պիտի ասեմ որ այս երթը դավադիրների եւ սաթելայթների երթը ռուսական պետական շրջանակների հովանավորչությամբ երկար չի շարունակվելու։ Բավական է իրենք արդեն տեսնեն հունիսի 7-ին ինչ է կատարվելու, իսկ դա արդեն գնալով ավելի ակնհայտ է։ Հունիսի 7-ին դեռ կանդրադառնանք, պարոն Սաֆարյան, դուք ձեր խոսքում ասացիք, որ ընտրացուցակում անդիմադիր որոշ ուժերի ընտրացուցակներում արկա այդ տեխնացուները լրտեսական ցանցի ներկայացուցիչներ։ Չես միայն նրանց չասեցի, ասի նաև նրանց ընտրազանգվածի։ Ես անցնում եմ այդ հարցին, այսինքն տեսեք դուք ասացիք նաև նրանք ովքեր կընտրեն այդ ուժերին, նախապատվությունը կտան այդ ուժերին, նրանց մեծ մասը եւս համարվում է, այսպես ասած, լրտեսներ։ Այո։ Ես հստակ դա ասում եմ, որովհետեւ այդ երեք քաղաքական ուժերը թե կաշառքով, թե նախորդ իրենց անցած ճանապարհով, քաղաքական ուրեմն խռովություններով, որոնցից երկրորդ նախագահը Արցախում եւ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում իր քաղաքական կարիերան հարթել է միայն ու միայն քաղաքական խռովությունների ճանապարհով։ Բայց եթե վաղը միսով որևէ իրավական գործընթաց սկսեն եւ ձեզ ասեն մեղադրում եք դուք մեզ այս գործընթացի մեջ, նույն լրտեսության մեջ, դա արդեն կարող է դառնալ լուրջ խնդիր, այստեղ կան փաստեր։ Իսկ ինչու՞ չեմ ուսորը։ Ես հենց ստուդիայից տաղավարից դուրս գամ, ես պաշտոնապես հայտարարություն կանեմ, թող ինձ կանչեն համապատասխան իրավասու մարմինները եւ ես ունեմ դրա պատասխանը գրպանս դրած։
ես հստակ եմ ասում, որովհետև նախագահներից մերժված նախագահը Հայաստան Դաշինքի կամ այդ ինչպես է կոչում, չգիտեմ, Հայաստան Դաշինք է կոչում, հայտարարեց, որ եթե ձայն եք տալիս Փաշաևին, ապա ձայն եք տալիս Ալիևին, հիմա ես էլ ասում եմ, եթե ձայն եք տալիս Հայաստան Դաշինքին, ձայն եք տալիս Առաջարկ Հայաստանի եւ ձայն եք տալիս Ուժեղ Հայաստանի, ապա մենք կորցնում ենք մեր պետականությունը, ապա մենք կորցնում ենք մեր բանակը, ապա մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, ապա մենք դառնում ենք աստանդականություն պաշտող, թափառականություն պաշտող, այսպես ավելի տպավորիչ ասեմ, վագաբոնդիզմին պաշտող երկրպագող ազգ։ Եթե այս երեք քաղաքական ուժերի զբաղմունքը ոչ կառուցողական է, իսկ դա անպայման այդպես է, ապա նրանց քարոզչական գործունեությունը առ այսօր կարող են բնութագրել մեկ բառով՝ լարախաղացությամբ, էկվիլիբրիստիկայով կամ ավելի հայերեն ասեմ, քանդրբազությամբ, ուրիշ բան չեմ կարող ասել։ Իրենք չգիտեն ինչքան էլեկտորատ ունեն։ Իրենք չեն տեսնում այդ ընտրազանգված ինչպես է գոյանում։ Ինչպես է գոյանում, այսինքն։ Ուրեմն ասեմ, հերյուրանքներով, ցեխ շպրտելով, պետությունը չճանաչելով, մինչև հիմա Ռուսաստանի Դաշնությունը այնքան դարձյալ այս բառը չասեմ, բայց համարյա սրա նման ատելություն է սայրմանում, որ նույնիսկ չի ասում Հայաստանի Հանրապետությունը, ասում է հայ ժողովուրդը այսպես պիտի ան ընկեր, մենք ապրում ենք մի երկրում, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Պետությունների միջև հարաբերությունները ժողովուրդ տերմինը չի ընդունում։ Պետությունների միջև հարաբերությունների թիվ մեր խնդիրը կոչվում է դիմացի պետություն, հանրապետության տեսքով կլինի, կայսրության տեսքով կլինի, պետության տեսքով կլինի, միապետության տեսքով կլինի, չգիտեմ, տարբեր եւ այլ։ Այսօր այս քաղաքական երեք ուժերը իրենց դնում են մեկը ֆյուրերի տեղ, մյուսը դնում է վոժդի տեղ, մյուսն էլ դնում է կաուդիլիոյի տեղ։ Մի բան, որ նրանք արժեհամակարգով չեն մարմնավորում իրենց արժեհամակարգով պետության ղեկավարի մարմնացումը, պետության ղեկավարի բուն էությունը, նրանց ճանապարհը վաղուց դեպի իշխանության վերին ատյաններ վաղուց փակված է, ընդ որում նրանք պիտի ոչ թե նեղանան մեր ժողովրդից, այլ իրենք պետք է նեղանան իրենցից։ Եթե մեր ժողովուրդը ունի հիշողություն, իսկ կարծում եմ մեր ժողովուրդը ունի փայլուն հիշողություն, ապա անպայման մեր ժողովուրդը նրանց նորից կնետի քաղաքական աղբանոցը։ Պարոն Սաֆարյան, տեսեք, դուք ասացիք ժողովուրդը ունի հիշողություն, բայց մենք գիտենք, որ ընդդիմադիր ուժերի առաջնորդները արդեն հայտարարում են, որ եթե ընտրության արդյունքը փորձեն իրենց ձևակերպումներն եմ ասում, փորձեն կեղծել կամ փորձեն որևէ բան անել, ապա իրենք կփորձեն պերևարոտ անել, հեղափոխություն անել, հեղաշրջում անել, չգիտեմ ինչպես արդեն ասել։ Ամեն դեպքում սպասվում է, որ հետընտրական կրքերը կարող են բավական ակտիվ լինել։ Շատ կարճ պատասխանեմ, ավելին ասել չեմ կարող, քան ասեց վարչապետը Նիկոլ Փաշինյանը երեկվա ճեպազրույցի բրիֆինգի ընթացքում, եթե ցանկացած քաղաքական ուժ փորձի դիմի խռովության, դա չի կարող ապստամբություն լինել կամ ասենք լինել խաղաղցույցեր, դրանք կլինեն խռովություն, իսկ Ռոբերտ Քոչարյանը աչքի է ընկել 1992 թվականից մինչև 2008 թվականը առնվազն իր 10 խռովություններով, այլևս չեմ խոսում, դե ես Առաջարկ Հայաստանին մի քիչ դժվարանում եմ քաղաքական գնահատական տալ, քանի որ դրա առաջնորդի հանդեպ կարծեք թե քաղաքակրթությունը կողքով է անցել, չի առերեսվել իր հետ։ Գալով ուժեղ Հայաստանին ես միայն մի բան պիտի ասեմ, որ ուրեմն կաշառքով եւ մարդկանց գրգռելով եւ մարդկանց խայծ տալով չեն կարող այդպես պետություն ստեղծել կամ ունենալ ձայների որոշակի մեծամասնություն։ Տեսեք, շատ դժվար է, ասենք, քաղաքական դաշտում ունենալ մի քաղաքական գործունեություն, որտեղ ընդգրկված լինի համապարփակ տնտեսության զարգացումը, արտաքին քաղաքականությունը, մշակույթը, ինչ ասեմ, հարկային քաղաքականությունը, սոցիալական քաղաքականությունը, անվճար առողջապահությունը, մարդիկ պատկերացում չունեն սրա մասին։ Այլևս չեմ խոսում բանակի մասին, կարծում եմ դրան մենք կանդրադառնանք։ Մարդիկ այսօր օգտագործում են ամենացավոտ կողմերը, ես չեմ տեսել, որ այդ 3 քաղաքական ուժի ներկայացուցիչները, հանձինս իրենց ղեկավարների,
մեր պետության ձեռքբերումների թեկուզ մեկ ձեռքբերման մասին ասեմ մի բան այո ահագնանալու է խռովության ուրեմն նախապատրաստման գործընթացը եւ ես պիտի ասեմ որ ես այդ տրամաբանության մեջ ուզում եմ տեսնեմ նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջերս կատարած այցը Հայաստանի Հանրապետություն եւ նաեւ երեք Հանրապետության պետականության տոնի արդիվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հերագիրը եւ ողջունի խոսքը։ Այդ թեմաներին կանդրադառնանք, բայց ամփոփելով հայ-ռուսական հարաբերությունների այս հատվածը նոր անցնենք Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին։ Տեսեք շատ հաճախ այն սահմանափակումները, որ հիմա Մոսկվան փորձում է մտցնել հայկական ապրանքների մասով, նաեւ կան խոսակցություններ, շատ տարածվում են, որ զգուշ եղեք, որովհետեւ կարող է գազի գինը բարձրանալ կամ առհասարակ զրկվեք բնական գազից։ Նախ դա եւս ուրեմն նենգասպառնալիք է ժողովրդին ահ տալու ահագնացող վտանգի, այսպես ռետորաբանության շրջանակներից ավել չի կարող դուրս գա, մենք կարող ենք 1 րոպեվա ընթացքում Գազպրոմը պետականացնել, մենք կարող ենք Հայաստանի Իրանի տարածքից ներկրվող գազը այդ խողովակի տրամաչափը եւս լայնացնել, իդեպ ես ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տխրահարճակ տարիներին էր, որ իրանական գազամուղը կառուցվեց ավելի նվազ տրամագծով եւ պիտի ասեմ որ այսօր հենց զգացում է դրա անհրաժեշտությունը ես պիտի ասեմ որ դրանք կներեք արտահայտությանս վայրը հաճոցներ են ժողովրդին սարսափեցնելու ժողովրդին սարսափի մեջ պահելու ժողովրդին վախի մթնոլորտ ստեղծելու հերթական ուրեմն զառանցական հոխորտանքներն են ոչ բարեկամ բարյացակամ մեր լավը մեր բարությունը կամեցող երկրի կողմից քանի որ գազի գնի թանկացում ես իհարկե այս պայմաններում բացառում եմ ներկայումս բայց ես պիտի ասեմ որ գալով տնտեսական ապրանքներին հատկապես մթերային ջերմուկի խմիչքների եւ այլ ես պիտի ասեմ որ սրանք անցողիկ են սրանք շատ արագ կերպով կհարթի որովհետեւ դուք գիտեք որ նաեւ Հայաստանից ներկրվող դեպի Ռուսաստան ապրանքներն էլ բավականին մեծ նշանակություն են այսօր Ռուսաստանի տնտեսության մեջ այնպես որ Ռոսսելխոզնաձոր կլինի թե մակալ կազմակերպություն կլինի թե Ռոս սպառողական հսկողություն եւ այլ տարբեր կազմակերպություններ սրանք ընդհանրապես գործիքակազմ են որով փորձում են իրենց ձեռքում պահել Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման բանալին Ես ասում եմ որ Հայաստանի ղեկավարը հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հստակ կերպով գիտակցում է որ մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու կամ վատթարացնելու որևէ միտում չունենք ընդհակառակը Հայաստանի բոլոր ղեկավարների մեջ սկսած 1990 թվականից առ այսօր միայն ու միայն Նիկոլ Փաշինյանն է քաչ գիտակցում հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը եւ մեծ նշանակությունը երկու ժողովուրդների կյանքում այն է իր միմյանց հետ հարաբերվել իրենց սուվերենությունը հարգելու անկախությունը ճանաչելու եւ միմյանց հետ ունենալով ուրեմն ռազմավարական եւ մնացած ոլորտներում գործընկերության հավասարի հարաբերություններ այլ տարբերակ կնշանակի մենք դառնանք գուբերնիա այլ տարբերակ կնշանակի սահմանափակել Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերենությունը, այլ ինչպես որ եղել է նախորդ 3 տասնամյակներում մեծ եւ փոքր եղբոր հարաբերություններ Հայաստանը ինչպես ճանաչել են ֆորպոստ մեծ եւ փոքր եղբոր հարաբերությունների տրամաբանությունը մեծ դեր խաղաց որ Ղարաբաղի 44-օրյա Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում Ադրբեջանը 85%-ով կռվում է Ռուսաստանից ներկրված զենքերով։ Այլևս զենքերից խոսեցիք, հիմա հենց անդրադառնանք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսին, որը շատ քննարկվեց, նաև շատ հաճախ, այսպես ասում էին, էսեր զենքեր ու սկսում են համեմատել ներկա ու նախկին տարիների Ես եղել եմ մեր բանակի ստեղծման ակունքներում կանգնած։ Մեր բանակը 90-93 միգուցե մինչև 94 թվականը եղել է ազգագրական պայքարի բանակ։ Ինչ խոսք այդպես էլ եղել է եւ այսօր ես պիտի եւս ռուշացումով շնորհավորեմ մեր ժողովրդին, շնորհավորեմ մեր բանակին, շնորհավորեմ մեր բոլոր վետերաններին եւ նաեւ մեր գլուխը խոնարհենք, մեր խոնարհումը բերենք մեր նահատակ զինվորներին, որոնք իրենց կյանքով ուրեմն արժանի մատուցեցին եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյատևում է միայն ու միայն այդպիսի
անձնվեր հերոսների գործունեության արդյունքում, նրանց շնորհիվ։ Այն ինչ որ մենք տեսանք, այլևս չեմ խոսում պաշտպանական բնագծերից, այլևս չեմ խոսում սահմանների տեսալուսարձակային գործիքներից, այլևս չեմ խոսում սնունդից, հագուստից, երբ որ շվեյցարական սեղանի պես է մատուցում մեր զինվորի սնունդը, երբ որ զուգագուլպանները եւ ուրեմն կիսավարտիկները կամ անդրավարտիկները մարդիկ փոխում են կամ ներքնաշորերը, մարդիկ մեր զինվորները փոխում են 100 պատշաճի ըստ անհրաժեշտության։ Բանակը այդպիսի հնարավորություններ է ստեղծել։ Այլևս չեմ խոսում աշխատավարձի, բարձր հրամանատարական կազմի։ Դե գանք ռազմական տեխնիկային, մեր ժողովուրդը տեսավ նվազագույնը 2 ժամվա, 1 ժամվա ընթացքում առնվազն մեր ժողովուրդը տեսավ ավելի քան 1.5-2 միլիարդ դոլարին համարժեք զինտեխնիկա։ Հարց են տալիս 8 միլիարդ դոլար պարտք է պետությունը։ Այո, 8 միլիարդից նվազագույնը 6 միլիարդը ծախսվել է բանակի վերազինավորման եւ մարտունակության բարձրացման, առողջապահության անվճար ներդրման եւ էլի խնդիրների, որին կարծում եմ կանդրադառնանք։ Եվ Հայաստանը այսօր 7 երկրների հետ ունի ռազմատեխնիկական համագործակցության զենքերի մատակարարման պայմանագիր, այլևս Հայաստանը 12-13 զինատեսակներ է արտահանում։ Դա կլինի ռոբոտները հետախուզական, դա կլինի հոբ համակարգերը, անօդաչու թռցող սարքերը, դա կլինի մեր 80 եւ 130 մմ-անոց ուրեմն արկերը հրետանային եւ դրանք կլինեն նաեւ զենիթային այդ հաուբիցները։ Դերևս կարող եմ ասել հրետանու տարբեր տեսակների մասին եւ այլ, բայց կարծում եմ սա իմ այս ձևաչափը մեր հարցազրույցի թույլ չի տալիս։ Եվ դա գիտեք որտեղից է սկսում։ Սա սկսվում է ուրեմն զինակոչից։ Սա սկսվում է զորահավաքից։ Վերջին 2 տարիներին գիտեք ինչքան թափանցիկ է կազմակերպվում մեր զինակոչը, բուժծառայության անցնելը նախնական, արդար վերաբերմունքը, վիճակահանության մարդկանց ծառայության անցնելը եւ այդ ամենը կատարվում է մեր ժողովրդի, մեր ծնողների, մեր հասարակական կազմակերպությունների աչքի առջև։ Դրան ես ուզում եմ նաեւ գումարեմ մեր երկրապահներին։ Ավելի քան 5000 երկրապահ կամավորական միության անդամ այսօր ընդգրկված են Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ հատկապես Սյունյաց մարզի պաշտպանների անվտանգության եւ սահմանապահ գործունեության գործում։ Եվ պիտի ասեմ, որ փառք ու պատիվ նրանց, որ այսօր մեր զինվորների կողքի հերոսաբար կատարում են այդ ամենը։ Գալով նախորդի հետ համեմատեմ, մեկ բառով ասեմ։ Մինչև 1994-95 թիվը մենք ունեցել ենք ազգագրական պայքարի բանակ, 2000 թվից մեր բանակը ամբողջովին այլանդակվել է, մեր բանակը դարձել է պետության ղեկավարները մեր բանակին վերաբերվել են որպես ղաչաղների, որպեսզի ներկա սերունդը իմանա ղաչաղները ովքեր են։ Միացյալ Նահանգներում քաղաքացիական պատերազմի տարիներին Աբրահամ Լինկոլնի ժամանակ, Հյուսիսի եւ Հարավի այդ պատերազմի ժամանակ կային թփուտների զինվորներ, ֆիդայիներ, այսպես կոչված, որոնք կոչում են բուշվակերներ կամ բուշ ռեյնջերներ, բայց դրանց ավարտը եկավ հենց այդ ժամանակ էլ տեսան, որ դա ազգակործան է, այնպես որ մեր ժողովուրդը քաշ գիտակցում է ովքեր են եղել մեր բանակում տեր ու տնօրինություն անող զինվորականները եւ ասենք Էջմիածնի մելիքները, Արցախում նույնը, դրա համար ես ասում եմ Հայաստանում բանակը ղեկավարվել է ոչ միայն բանակը, նաեւ հասարակարգը ռազմաֆեոդալական վերնախավի կողմից, փաշախանայական վարչակարգերով, իսկ երկրի նախագահները երկրին վերաբերվել են որպես գույքի, իրենք էլ եղել են գույքի կառավարիչներ։ Հիմա ասում են մենք ունենք 8 միլիոն դոլարի պարտք, չէ, արտաքին պարտք, ես էլ ասում եմ, որոնց մի մասը գոյացել է մեր բանակի մարտունակության եւ բանակի ռազմատեխնիկական վերազինման շնորհիվ։ Այո, եթե մենք զենք ենք գնում, փող չունենք, չէ, վարչապետն էլ ասեց, եթե մենք զենք պիտի գնենք եւ օգտագործենք այլ հանրապետությունների տարածքում, ոչ մի երկիր մեզ զենք չի տա, բայց եթե մենք զենք ենք գնում եւ այդ զենքը պետք է մեր երկրի սահմանների անվտանգության համար, ապա մեզ նաեւ ասում են որոնք են այդ աղբյուրները, համաշխարհային բանկ կլինի, էժան վարկավորումներ կլինի, արտոնյալ պայմաններով գումարների հատկացում կլինի եւ այլ։ Հիմա ես ասում եմ, երկու նախագահների ժամանակ առնվազն մեր բյուջեն թալանվել է նվազագույնը 20-25 միլիարդ դոլարով։
նվազագույնն եմ ես ասում։ Եվ այս դեպքում, եթե մենք այդ գումարը կառավարությունը, եթե կարծում եմ այս անգամ այս ընտրություններից հետո երկու նախագահների միասին իրականացված թալանը, թե ամեն մեկին առանձին նկատի բոլորինի միասին, նաև այդ պաշտոնյաների պետ նախագահի, Երևանի 3 քաղաքապետերի, գլխավոր դատախազի, երկու նախագահների, երկու ներքին գործոս նախարարների 25 միլիարդ դոլարով նվազագույն հաշվարկով եմ եւ ասում, մենք կարող ենք 8 միլիարդը սպասարկել որպես արտաքին պարտ, որ Ռոբերտ Քոչարյանը անընդհատ չհոխորտա, ասի մեր ամեն մի երեխայի վրա $5,000 արտաքին պարտ կա, բեր քո թալանազները, եւ ես ասում եմ, իրենք պիտի բոլորը կամովին կերպով ընտրություններից հետո մեր ժողովրդից ներողություն խնդրեն ու իրենց թալանազները բերեն, մտցնեն բյուջե, բայց տեսեք, ինչքան էլ ես չուզենամ հանրային խոսույթով չխոսել, բայց ես մի բան պիտի ասեմ, մեր քաղաքական գործիչների, հատկապես այս քաղաքական ուժերի ղեկավարների 1000 ներողություն եմ խնդրում, կարծեք թե նրանց հետույքի կաշին հագցրած է իրենց դեմքերին։ Նրանք այնքան, ասենք, այնքան համառ են, այնքան պնդաճակատ են, նրանք ուզում են քաղաքական դաշտում տեղ ունենալ միայն գեթ մեկ նպատակով իրենց թալանածը հավերժացնելու համար։ Պարոն Սաֆարյան, անդրադառնանք արդեն Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերություններին, Միացյալ Նահանգների պետքարտուղարը ժամանեց Հայաստան, հետո մենք տեսանք նաև Միացյալ Նահանգների նախագահի շնորհավորանքը, նաև ուղղված Հայաստանի վարչապետին, հանրապետության օրվա առթիվ, դա անդիմադիր գործիչները համարեցին, այսպես ասած, միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Կխնդրեմ կարճ, որովհետև մեր ժամանակը վաղուց Ես նաև կխնդրեմ անդրադառնալ մեր հայրենակիցների, ղարաբաղցիների հետ կապված Ղարաբաղցիների հետ կապված էլ կա այսպիսի մի բան, որ ասում են ղարաբաղցիների մեծ մասը անդիմադիր է ու նաև այնտեղ էլ մեղադրում են, որ իշխանությունը ատելություն է տարածում Ղարաբաղից տեղահանվածների նկատմամբ։ Հիմա ես ասեմ հետևյալը, Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցը եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը ակնարկելով նաև մեր երկրի վարչապետի անունը որպես հուսալի գործընկերոջ եւ փառահեղ ղեկավարի եւ Մարկո Ռուբիոյի այցը իհեճուկս կամ ինչպես ասում են իջգրու մեր անդիմադիրների ցույց տվեց, որ թրիպ ուղին կենսունակ է, շուտով սկսվելու է դա անպայման իմպլեմենտացվել եւ այստեղ ներդրված ռուսական գործիքակազմը տնտեսական նկատի ունեմ երկաթուղին, Հարակոկասյան երկաթուղը Հայաստանի բաժանմունքը, Գազպրոմը, մյուսները, բոլորը արդեն ստիպված հաշտվելու են անիրողության հետ, որ թրիպը այլընտրանք չունի։ Սա մեկ, երկրորդը Միացյալ Նահանգները ուրեմն անթակուց կերպով վստահություն եւ աջակցություն են հայտնում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը։ Ինչու համար, որովհետեւ մեր երկրի ժողովրդավարությունը այսօր չի զիջում իր ատրիբուտներով ամենազարգացած երկրների ժողովրդավարությանը։ Դուք ինքներդ լրագրող եք, տեսնում եք կառավարության ղեկավարին նաև ինչպիսի հարցեր են տալիս։ Չեմ ուզում վիրավորել լրագրողներին, ուղղակի նողանք է ապրում շատ դեպքերում հարցերի ժամանակ։ Սա մեկ, երկրորդը։ Եթե Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան արած չլներ, միայն տունը նստեր, քարոզչություն չաներ, ապա միայն առողջապահական անվճար այս համակարգը ներդնելը եւ միայն վերելակների հանդեպ պետության մոտեցումը, որ քանի հազար վերելակ են վերանորոգել եւ նորը դրել վերջին 8 տարիների ընթացքում եւ ինչքան սպանություն բանը մահացու դեպքեր եւ ծանր հիվանդություններ մենք ունեցել վերելակների խափանման հետևանքով միայն այսքան երիկ է որ մեր ժողովուրդը 70% ձայն տա։ Եվ ես Ղարաբաղից տեղահանվածներին ես հիմա վերջացնում եմ, տեսեք, բոլոր առումներով, բանակի առումով, զենք մատակարարելու, զենք արտահանելու առումով, դուք հիշում եք երևի, դուք էլ վատ հիշողություն չունեք, պարոն Մելիքյան, Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը տխրահարչակ, որը նաև 1.5 տասնամյակ եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը, լրագրողի այն հարցին, թե դե մենք չենք կարող զենք արտադրել, բան գիտեք, ամբարտավան ոճով հետո ասեց համատեքստից կտրվածը հայտարարեց, որ ամեն քոսոջ երկիր հո չի կարող զենք արտահանել։ Հիմա տեսեք 7 զինատեսակ ենք արտահանում եւ 14 գործարաններ ունենք։ Այլևս չեմ խոսում հումքի վերամշակման գործարաններից։ Եվ որ երկրի նախագահները ասում են մի գործարան չի բացվել, իրենց մենթալիտետի մեջ, արժի համակարգի մեջ, գիտեք որն է գործարան բացելը,
որ իրենք փայ ունենան, իրենք բաժին ունենան։ Եթե իրենք մի գործանում փայ ու բաժին չունեն, ապա իրենք հաստատ ես ձեզ ասում եմ, որ իրենք արդեն չեն իմանում որտեղ է գործարան բացվել։ Գալու իմ հայրենի արցախցիներին իմ ամենացավոտ հարցին ես պիտի ասեմ, որ արցախցիները պետականամետ, պետություն սիրող ժողովուրդ են, ասեմ հետեւյալը, մի 20 օր առաջ մի բարձրաստիճան պաշտոնյա հետ արցախցի, շատ բարձրաստիճան ընկեր, ասում եմ Հայաստանի կողմից ամենաշատը Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ով եկնել, ասում եմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ավելի քան 700 միլիարդ դրամ, ավելի քան նախորդ կառավարությունների միասին վերցրած։ Ասում եմ դե բանից ասա էլի եթերից, ասում եմ գիտեք ես քաղաքականությամբ չէ, ասում եմ դե լավ թույլ կտակ ես հայտարեմ ես բանը, բայց ձեր անունը տամ, իհարկե ես ունեմ այդ քաջությունը եւ համարձակությունը, չէ ես քաղաքականության հետ կապ չունեմ, ես պիտի ասեմ ընդամենը մի քանի 100 հոգի փորձում են ջուրը պղտորել, փորձում են ստեղծել ատելության մոլուցքի սերմանումներ, որ նրանց չի հաջողվել։ Ասեմ նաև որ սա այս բաներով որ կար, այս դիմակներով, այս հայտարարությունները բանը, սրանք բոլորը գալիս են Ռուսաստանից։ Շատ շուտով Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շուրջ առաջիկա 10 տարվա ընթացքում հայտարարելու այդ ծրագրի մասին ավելի քան 800 միլիարդ դրամի հատկացում արցախցիների սոցիալ-տնտեսական կենցաղային բնակարանային պայմանների համար։ Ու երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է չեք կռվել, դա չի նշանակում, որ արցախցին չի կռվել։ Նիկոլ Փաշինյանը ավելի լավ, քան դուք, քան ես լավ գիտի, որ Արցախի ժողովուրդը հերոս ժողովուրդ է։ Բայց միայն 44 օրյա պատերազմից հետո եւ հատկապես շրջափակման ժամանակ 22 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև Արցախի հայաթափումը, բռնի տեղահանությունը, միայն այդ ժամանակ Երևանում ծվարել էին 3 ներքին գործերի գեներալներ, 6 ազգային անվտանգության գեներալներ եւ 18 բանակի գեներալներ, որոնք երբևիցե մտքներով չի անցել, որ կարելի է մասնակցել Արցախի պաշտպանության գործին։ Ես ընդամենը 1 րոպե եմ խնդրում, ասեմ 1 րոպե։ Պիտի ասեմ, որ այս գործը ես շարունակելու եմ, բավական է ասեմ, որ մի քանի օրվա ընթացքում միջնորդել ենք, ոչ միայն միջնորդել ենք, հիշեցրել ենք, վճարվել է ավելի քան 700 հոգու թոշակ արցախցիների, որոնք կարծեմ մի քիչ ուշացրել են, եւս 80 միլիոն հարկադիր ծառայության մեջ արգելանքից հանվել է եւ բենզինի բազայում, վարելիքաբազայում տեղի ունեցած պայթյունի զոհերի հետ կապված եւս կառավարությունը ընդունելու է որոշում։ Այս գործը շարունակվելու է եւ ես նորից կոչում եմ կյանքի արցախցիների վիշտը եւ արցախցիների վերքը թող ուրեմն չբորբոքեն։ Դա նրանց չի հաջողվելու։ Մեր ժողովուրդը իմաստուն է եւ իմ կոչս Արցախի այն հայտնի մտավորականներին, այն նշանավոր գործիչներին, որոնք պարտավոր են այսօր կանգնել մեր պետության դիրքերում եւ անպայման որպեսզի նպաստեն այն գործին, որ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովուրդը այստեղ շուտ ինտեգրվի Հայաստանի տնտեսությանը։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Հիշեցնեմ իմ հյուրը Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։